Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, Անտիֆեյքի հետ մենք ձեր ուշադրության ենք ներկայացնում Ղազարյան vs Ղազարյան նախագծի հերթական թողարկումը։ Պետրոս Ղազարյանը մեծ ոգևորություն է ապրում։ Իրան թվում է, թե Վենսի այցելությունը Հայաստան խլացրել է բոլորի լեզուները եւ անգամ մենք այլևս չենք անդրադառնում իրեն եւ իր հյուրերին։ Բայց Պետրոսը բնականաբար սխալվում է։ Մենք կանոնավոր կերպով ամեն 3 շաբթի եւ ուրբաթ ժամը 23:00-ին ձեզ ներկայացնում ենք հերթական մշակումը։ Իսկ այսօրվա մեր մշակման թիրախում Արեգ Քոչինյանն է, իշխանական պրոպագանդիստ։ Բաժանորդագրվեք Անտիֆեյքի YouTube-յան ալիքին, հավանեք եւ տարածեք այս տեսանյութը, թողեք ձեր մեկնաբանությունները եւ վայելեք։ Երկու սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին։ Այսօր մենք քննարկենք Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսի այցը եւ Հայաստանում եւ Ադրբեջանում, կփորձենք համեմատական վերլուծություն անել, նաեւ հասկանալ դրանց հետևանքները։ Մեր հյուրը Արեգ Քոչինյանն է։ Բարև պարոն Քոչինյան, շնորհակալություն։ Եվ մեր հյուրը Էդգար Ղազարյանն է։ Բարև Պետրոս ջան։ Սալամ ալեյքում, Կարդաշ։ Կարդաշ թե Օղրաշ, Պետրոս դու համասարանի արևելագիտականի թուրքերենի բաժին էիր, չի ավարտել։ Հիմա ես ճիշտ ասած բառը չգիտեմ, բայց չգիտեմ դրանց ինչ է նշանակում։ Կարդաշը որն է, հիմա Կարդաշն է ճիշտ, թե Օղրաշն է ճիշտ։ Մի հատ է բան կար է, Արեգ ջան, Քյոփորլի։ Հիմա մատրան գրիտու ինձ էլի։ Պետք է հեսա հա պետք է գալու։ Իմանանք Կարդաշը որն է, Օղրաշը որն է, Քյոփորլին որն է։ Որ այդ մարդուն էլ ասենք, իմանանք հիմա ես ասեցի Կարդաշ, կարող է սխալ եմ ասել, կարող է պետք ասել Օղրաշ։ Բա ինքը արդեն շփվում է, գիտի, բայց պիտի մենք էլ իմանանք, էլ արդեն ժամանակն է, Պետրոս ջան։ Կամ ասում ես, մեր հյուրն է Արեգ Քոչինյան, այդքան բան, հա, մեր հյուրն է Արեգ Քոչինյան։ Արա մի հատ էլ սաղ ինչ կա ասա, որ մեր հյուրն է հայկական խորհուրդ հասարակական կազմակերպության նախագահը, որը անցած անգամ որ եկել էր քեզ հյուր կոչում էր անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն, որը անհետացել է։ Բայց մտնում ես հայկական խորհրդի կայքը, պարզվում է իրանց հաշվետվությունները վերաբերվում է անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնին։ Հետո մտնում ես այդ կայքը, ասում ես դրանց գործընկերները ովքեր են, ում հետ այս մարդը շփվում, իրան աջակցում, ումից է փող ստանում։ Եկե գրած է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն, ԱՄՆ պետդեպարտամենտ, Հայաստանում Ռումինիայի դեսպանատուն, ՆԱՏՕ, ԵՄ քաղաքական գործողությունների ծառայություն, Քարնեգի միջազգային խաղաղության հիմնադրամ, Թագավորական միացյալ ծառայությունների ինստիտուտ, Բուն գիտամշակութային հիմնադրամ։ Բարը, ասեք պարշի ես մարդկանցից փող ստացողը նրանց այդ գործընկերոջը, Վենսի այցի մասին, ոնց որ Պետրոս Հայաստանում Պուտինը գա այցելության կամ Ռուսաստանի վարչապետը կամ Մեդվեդևը։ Դու կանչես մեկին, որի գործընկերներն են Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, Բելարուսի դեսպանատունը, մեկ է Ռոսսատրուդնիչեստվոն, մեկ է Եվրասիական հիմնադրամ։ Բա ասի պարշի այդ մարդը ինչ պետք է ասի։ Հիմա ասենք որ դու կանչել ես Արեգ, պարշի ինչ պետք է ասի, արա դրանց աշխատողն է։ Հիմա ասենք թե դու որ հմեկի տնորենի մասին խոսես, ինչ պետք է ասես։ Արեգ ջան, հիմա ասենք եթե քո փոխարեն մեկը գար, որի գործընկերները լեն Ռուսաստանի դեսպանատունը, Բելարուսի դեսպանատունը, Ռոսսատրուդնիչեստվոն եւ այլն։ Դրան Պետրոսը ինչ էր ասելու կամյուսներ, ասելու են ռուսի շպիոնա, չէ՞։ Ահա։ Հիմա դու ռուսի շպիոն ես։ Դա ոչ մեկ չի կարա տեսպանա։ Բայց դու ինչի շպիոն ես։ Թե հա, բայց ի՞նչ բարդա շպիոնել ես։ Բայց ով ասում որ պիտի շպիոնել ես։ Շպիոն բան չէ, չէ, ուղղակի գործընկերություն, էլիոնց հալալ մալից։ Ճիշտ ես անում, արա, բայց Վրաստանում իրենց մասին օրենք կա, այդպես դեպքերում, կոչվում է ինոագենտների մասին օրենք, Պետրոս գիտես չէ, այդ ինչա, ասում է եթե դու հասարակական կարծիք ես հայտարարում, պիտի բաց հրապարակային ասես, դու ումից ես փողը ստացել, որ մարդկանց մոտ, հեռուստադիտողների մոտ, թյուր կարծիք չառաջանա, որ այս մարդը չնայած որ հայերեն է խոսում, հայկական ազգանունի, բայց ինքը հայկական տեսակետ է ներկայացնում, իր տեսակետը չի ձևավորում հայկական հասարակությունից Հայաստանի շահ, իր տեսակետը ձևավորում, հա, այն երկրներից ու կազմակերպություններից, որոնք որ
ամբողջությամբ ֆինանսավորում են իր գործունեությունը։ Բարձր։ Հիմա լսենք, թե այդ ֆինանսավորման եւ գործընկերության արդյունքում ինչ կարծիքներ են ձևավորվում եւ ներկայացում հանրությանը հանրային այդ հասարակության հաշվին գոյություն ունեցող հանրային հեռուստաընկերություն։ Դա էլ քո համար ասեցի, որ հասկանաս, որ հանրային ում պիտի հրավիրես հանրությանը հուզող հարցերին։ Մի անգամ սրանց CNN հրավիրել են։ Դուք հետևել եք եւ Հայաստանում եւ Ադրբեջանում Վենսիայցին, այ արդյունքների համեմատական վերլուծություն, խնդրեմ։ Միացյալ Նահանգները, գիտեք, շեշտակի կերպով իր կապերն է զարգացնում եւ իր համագործակցությունն է զարգացնում թե Հայաստանի Հանրապետության հետ եւ թե ինչ որ չափով Ադրբեջանի հետ։ Իմացար Պետրոս ջան, Միացյալ Նահանգները շեշտակի կերպով հեռանդալից զարգացնում է հարաբերությունները Հայաստանի հետ եւ ինչու՞ չէ։ Ինչ որ չափով ձեռի հետ, զլաչի, նաև Ադրբեջանի հետ, այգի միտ հետևելի, իրանց էլ են նկատում, բայց Հայաստանի հետ շեշտակի կերպով Միացյալ Նահանգները զարգացնում հարաբերությունները։ Ես ամիս կասես, թե ես մարդուն պրեմիա տան։ Ուրեմն համագործակցությունը Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ ընդ որում այսպես առաջատար ռազմական տեխնոլոգիաների ոչ թե զրահաբաճկոն, չգիտեմ, մոտորանավակ կամ անձնական պաշտպանության միջոցներ, այլ բավականին լուրջ տեխնոլոգիական միջոցների ուրեմն նախադեպը չունեցող առևտուր։ Մի րոպե, Արեգ ջան, արա ախպեր, քեզ թե կանչը բերել են այս մարդիկ, որ դու Նիկոլին գովես, թե շան լափը թափես դրա գլխին։ Չի կարելի այ ախպեր։ Հասկացանք, ասենք դրանք էլ են, չէ՞, քեզ անվտանգության խորհրդում մամուլի խոսնակ է եղել 18-ից 20 թվերին, բան։ Չի կարելի։ Բա Նիկոլ Փաշինյանը բանակի օրը գնաց պաշտպանության նախարարությունում, ասաց, որ գլխավոր ռեֆորմներից մեկը բանակում որ անում են, դա համազգեստի փոփոխությունն է, որ պիտի հայկական բանակի համազգեստը փոխվի, ամերիկյան համազգեստ, Ամերիկայից է։ Դու հիմա այսօր եկել ես ասում ես բանա, կակոյնի բույց ինչ-որ զրահաբաշխոն կամ համազգեստի կամ բանի հարցեր չի, որ քննարկվում է, այդպես չի կարելի ապեր, դա գլխավոր բանն է համազգեստը, չէ լավ, այդ մեկը դուրս չեկավ Արեգ, ուշադիր էլի, Նիկոլն էլ կարա լսի, Արմեն Գրիգորյանն էլ կարա լսի, արա կդնես օթերդ կփակեն այդ վաղտ ինչ ես անելու է։ Հիմա ինչ վերաբերում է Ադրբեջանին, այնտեղ կարծես մի քանի քայլ հետ են, նույնպես բավականին լուրջ տեմպ կա, սա պետքա ձեր հետ արձանագրենք, բայց իրենք օրինակ նոր են ստորագրում ռազմավարական գործընկերության խարտիան, որը շատ ու շատ առումներով կրկնում է հիմնականում ուղղությունները, որոնք որ ձևավորվել են մեր հետ, օրինակ էներգետիկա, իհարկե ոչ միջուկային, բայց էներգետիկա, արհեստական բանականություն, կիսահաղորդիչներ եւ այլն, կրկնությունները բավականին շատ են, բայց պետքա արձանագրենք, որ եթե մեր մոտ մենք արդեն իմպլեմենտացման փուլին ենք մոտեցել, իրանց մոտ դեռևս այդ հռչակագրային խոսակցությունն է, նորից սա չի նշանակում, որ իրենց մոտ չի հասնի իմպլեմենտացման փուլին, բայց որոշակի ժամանակային տարբերություն կա եւ մենք մի քանի քայլ առաջ ենք այդ խոսակցության մեջ։ Հետ են էլի Պետրոս ջան, այդ ադրբեջանցիները ոչ մի ձևի մեջ չեն կարող հասնել։ Այդ մրցակցության մեջ ինչ Նիկոլ Փաշինյանն եկել է իշխանության Հայաստանում, Ադրբեջանում պրավալ է։ Ինչ ձեռները նախաձեռնում են վարի են։ Հիմա էլ ասենք այս Ամերիկայի հետ հարաբերությունը չէ։ Մենք շռնդալից դրել ենք 1000-ի տակ եթում ենք, դրանք էլ հետ են մնացել, որովհետև մենք ռազմավարական համագործակցություն հունվարից, իսկ իրանք էլ նոր եկել են այս տարի են ուզում ստորագրեն։ Իրականում գիտես, չէ, ճիշտ հակառակն է։ Այն ինչ որ հունվարին է ստորագրել, դա ռազմավարական համագործակցություն չի, այլ ընդհանրապես հանձնաժողովի կանոնակարգի հաստատում, իսկ Ալիևը օգոստոսի 8-ին 25 թվականի անձամբ Թրամփի հետ պայմանավորվեց, որ ստեղծում են հանձնաժողով ռազմավարական համագործակցության համաձայնագիր նախապատրաստելու, հանձնաժողովը ստեղծել են արդեն այս տարվա փետրվարին պետությունների ղեկավարների մակարդակով, ոչ թե արտաքին գործերի նախարարների, ստորագրել են ոչ թե կանոնակարգ հաստատելու, այլ երկու պետությունների միջև ռազմավարական համագործակցության համաձայնագիր։ Հələ դե հետ են, elə թուրք էլ ադրբեջանցի էլ Ինչ են դրանք, որ մեր կան հավասարվեն, այդքան էլ Արեգը դրանց հետ շփվում անեց, մի քիչ փորձում է դրանց մակարդակը բարձրացնի, բան մի քիչ առաջ գցի էլ այդ հետամնացությունից անի, բայց դե всё-таки էլի հետ են մնում, էլի չեն ձգում։ Արեգ պիտի շատ աշխատես ապեր։ Իսկականից դրանք շատ հետ են։ Այդ քո այդ առաջավոր մտքերը, բաները մի քիչ դրանց ասա, բանը, որը հասկանալ կարող է մեջների մերկուսը լմեն հասկանում են։ Վենսը նաև խոսած անձնական
հա, իր վերաբերմունքի մասին եւ ասեց, որ ըստ էության սատարում են գործողներին, որ այ լավ կլինի գնան, որ հանգիստ գնան իրենց գործերով զբաղվեն եւ ասած եթե իմ համեստ կարծիքը ինչով եք բացատրում, այ երբ Ֆիդանը նման բան չէր ասել, բայց սարքվեց, որ ահա ասել է եւ մի աղմուկ, որ Հայաստանի ներքին գործերին է խառնում, հիմա ծպտուն չկա։ Այսինքն ոչ չէր ասել, դու չէր ասել, հələ մի հատ կարդանք էլի Պետրոս ջան, Ֆիդանի ասածը կլինի մի հատ, Արեգ ջան, որ կարելի է, չէ՞, մի հատ որ այսպես չէր ասել։ Հիմա տենանք, բա ինչ էր ասել։ Ես ասում եմ, Ֆիդան, Թուրքիայի արտաքին գործերի նախարար։ Ինչպես գիտենք, հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են անցկացվելու, որոնք այս գործընթացի մի կարևոր հատվածն են լինելու։ Սա կարևոր քայլ կլինի։ Մենք տեսնում ենք, որ պարոն Փաշինյանը այժմ առաջատար է հասարակական կարծիքի հարցումներում։ Մենք անկեղծորեն աջակցում ենք նրա կառուցողական դերին այս հարցում։ Այս մոտեցումը, այս ցանկությունը պետք է պահպանվի։ Այսինքն, եթե ասում է, որ ընտրություն է լինելու, պարոն Փաշինյանը շատ լավն է, ժողովուրդը իր համար ուշքից գնում է, մենք էլ իրան աջակցում ենք։ Կարող է չի ասել Պետրոս Սարգսյանը այդ մարդու գլխին, արա բայց դե գրած է, հետո տեսանյութերն եկա է, ասել է։ Արեգ ջան ասել է։ Հական Ֆիդանը աջակցում է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում։ Միացյալ Նահանգների փոխնախագահի կարծիքը շատ բան արժե, բայց ամեն դեպքում ֆիքսենք, որ առնվազն ձևակերպումը, որ ինքը ասեց, դա իր անձնական կարծիքն է, դա ադմինիստրացիայի մոտեցումը չէ, դա Միացյալ Նահանգների մոտեցումը չէ, դա իր անձնական մոտեցումը, որ ինքը պատշաճ գտավ փաստաթղթերով, այո, նա անձնական կարծիք չունի։ Պատշաճ գտավ ներկայացնել։ Հիմա սա միջամտություն է, թե միջամտություն չի, ես կարծում եմ սա իրականում գորշ գոտի է։ Ցերում է էլի, ասենք ինքն էլ է հասկանում, որ դա ուղիղ միջամտություն է պետության ներքին գործերի եւ մարդը դու էլ ես հասկացել, որ նա անձնական կարծիք չի, այդ չի ասել, Նիկոլ, մենք երեխա վախտ ախպեր մի անկողնում մեջ ենք քնե, հան, ասած իրար հետ ենք մեծացել, հան, արա հորթերին միասին ենք տարել դաշտ։ Դες բան չի ասել։ Ասում է, որ մենք իրան, եթե ինքը ունի առաջիկա ընտրություններին իմ աջակցության կարիք, ուրեմն հաշվեք, որ այդ աջակցությունը արդեն տրված է։ Դու էլ ասում ես ինքը չի կարա դա անձնական կարծիք, այդ ասում։ Գորշ գոտի է։ Գորշ գոտի չի, Արեգ ջան, գորշ գայլ է։ Գորշ գայլ։ Եվ հիմա այդ գորշ գայլին աջակցում է թուրքական արտաքին գործերի նախարարությունը եւ ԱՄՆ-ի իշխանությունները, որպեսզի այդ գորշ գայլը այս մեր ժողովրդին, չնայած Պետրոս, բայց Նիկոլն ասել էր, որ ինքը բան է, չէ, չոբանի շուն է, չէ։ Ասել էր, եթե դրանք, չգիտեմ, գել են, մենք էլ գելխեղտ ենք, դե գելխեղտ չոբանի շունն է։ Հիմա մարդը ասում է, ես չոբանի շուն եմ, դու բերել ես ասում ես ինքը գորշ գոտի է, գորշ գոտին էլ էդի գորշ գայլն է։ Պետք է մնա չոբանի շուն, էլի Արեգ ջան, թո մեր տեսածը մեզ ուտի, էլի ախպեր։ Էլ արդեն մենք սաղ ասել, ինքն էլ ասել, մենք էլ ենք հաշտվել, որ ինքը չոբանի շուն է։ Դու հիմա նորից բերել ես խառնում ես գորշ, մորշ, գայլ, մայլ, թուրք, բանտես բաներ պետք չի։ Գորշ, չոբանի շուն է, հայկական գամփեր, որին աջակցում է Թուրքիայի արտգործնախարարությունը եւ ԱՄՆ փոխնախագահը։ Ասես ոնց կա թոտես մնա, էլի ոչ մի բան բեր չփոխի։ Ինչ կա թոտես մնա։ Դու ես չէ՞ կարծիքին Պետրոս։ Բա ոնց, դու ինչ կա թո մնա։ Ես նայում եմ թե ինչ են քննարկում։ Այնտեղ նաեւ Nvidia-ի առումով ասես 4 միլիարդի մոտավորապես ներդրումներ են հասնում, ատոմային տեխնոլոգիաներով 5 միլիարդի տեխնոլոգիա կարտանենք եւ 4 միլիարդի էլ կօգնենք։ Այսինքն հսկայական ծրագրերի մասին է խոսքը եւ նայում եմ ինչ էր մեր մեդիա դաշտը։ Ստեղից քննարկում, որ բառը սխալ թարգմանվեց, ինչու էր այս մարդը գնացել դիմավորելու այլ ոչ այն մարդը, ինչու հուշահամալիրում պաշտոնյա չկար, չնայած սուտեր կար պաշտոնյա։ Հետո Վենսն էլ ասում է հայերն էին խնդրել, որ գնայցի Ծեռնակաբերդ, օդանավակայանում փոքր արտազրույց է տալիս, ասում է, այո։ Սյունիքը ծախվել են, Հայաստանը ծախվել է։ Լավ, նախ եկեք այդ մեծ պրոյեկտների հետ մի քանի բան ասեմ, ուրեմն առաջինը ատոմակայանի հետ կապված, այո, միանշանակ է, որ դա Միացյալ Նահանգների տեսանկյունից լինելու է տեխնոլոգիայի արտահանում, Հայաստանի տեսանկյունից լինելու է ներկրում։ Բայց սա արդյոք նշանակում է, որ այ 5 միլիարդ դոլար Հայաստանը վճարելու է Միացյալ Նահանգներին
պետություններին, ոչ, դա չի նշանակում։ Շատ ու շատ հաճախ է լինում, որ որևէ պետություն, որը որ տեխնոլոգիա է արտահանում, օգտագործում է ամենատարբեր ֆինանսական գործիքներ այդ արտահանումը աջակցելու ուղղությամբ։ Դա կարող լինի վարկային պարտավորություն, դա կարող լինի համաֆինանսավորում, այսինքն ամենատարբեր ֆինանսական գործիքները կան, դա կարող լինի ներդրում են հաշվարկով, որ հետո դրա եկամուտից ոնց որ կամած այդ հատկացումը մարվի, այսինքն նույն ամենատարբեր գործիքները կան այդ 5 միլիարդը ապահովելու եւ սա բացարձակապես դեռևս չի նշանակում, որ մենք 5 միլիարդ ոնց որ ասած վաղ ամերիկացիներին sense չմադաններով տանելու ենք տանկ։ Այդ առաջին բաղադրիչը։ Հասկացար Պետրոս, հիմա Միացյալ Նահանգները արտահանելու է այդ իր տեխնոլոգիաները, այդ մոդուլային ատոմակայանի 5 միլիարդը նախնական տվյալներով գինն է, 4 միլիարդ էլ դրա սպասարկումն է, որ ժամանակի երկուսը իրար հետ ելնում է 9 միլիարդ, այսինքն 9 միլիարդ դոլար Հայաստանը պետք է տա Միացյալ Նահանգներին, այսինքն Հայաստանից դա ֆինանսական միջոցների դուրս բերում է, Միացյալ Նահանգների համար դա օգուտ է։ Միացյալ Նահանգները ըստ է ոչ մի ինվեստիցիա այդ իմաստով չի անում։ Հիմա որպեսզի դու էլ հասկանաս թե 9 միլիարդ դոլարը մի ատոմակայանի համար տալու ինչ է, որը հələ չաշխատող ատոմակայան է, Հայաստանի բյուջեից մի քիչ լավ է, այսինքն Հայաստանի մի տարվա բյուջեն 8 միլիարդ է, բայց մենակ դրան պետք է տանք մենք 9 միլիարդ դոլար։ Պարզ է Պետրոս ջան, ու էտեր հələ պարզ չի, կաշխատի, թե չի աշխատի, թե ոնց կլինի, բայց Արեգը ճիշտ է ասում։ Ասում է չի նշանակը, որ եթե դի 9 միլիարդ դոլարը մենք պետք է 9 միլիարդ դոլարը տանք։ Կգցենք ախպեր։ Հայավարի կանենք։ Կասենք բերեք կտանք։ Կբերեն չենք տա։ Կգցենք։ Նիկոլը չի Հայաստանի վարչապետը։ Կգցենք։ Կասենք ուրիշ բան մտածեք։ Փող չկա ախպեր։ Այն վաղ որ ասում ենք, այդ վաղ չգիտեմ, կար, մեկը մեզի փող էր բարդ, խոստացել էր որ կտային, Ալիևն ասել էր, ես բան կանեմ, Ղարաբաղը որտակ ձեզի 5 միլիարդ փող կտամ, հա, հետո չտվեց, դե որ չտվեց, մենք էլ չենք տալի ախպեր։ Կգցենք ամերիկացիներ։ Արեգ ջան, այսքան մարդու գցել ենք ախպեր ռուսները, այսքան բան եկե սարքել են, ըստե դրել են բանեն, արի դրանց գցում ենք ամերիկացիների գցել։ Ինչ մեր համար ինչ տարբերություն ախպեր։ Մենք պիտի գցոցիներով կարողանանք մեր հարցերը լուծենք։ Ճիշտ ես ասում, հետի դուրս եկավ այդ մոմենտը, հետի դու զարգացրու այդ թեման։ Ասա, բերեք կտանք ախպեր փողը, չենք տա։ Հիմա ինչ վերաբերվում է արձագանքներին, գիտեք Պետրոս, ես անընդհատ ինձ բռնեցնում եմ մի մտքի վրա, որ ուղղակի խայտարակ մակարդակի մանրացած արձագանքներ ենք մենք անընդհատ քննարկում։ Հա ուրիշ արձագանք չկա, որ այդ այլ արձագանքները քննարկենք, բայց այդ եղած արձագանքները անընդհատ ինչ որ մանր ժուլիկության մակարդակի արձագանքներ են։ Ընդ որում գիտեք ժուլիկություն, որը որ անընդհատ ինչ որ կարմիր գծեր է հատում։ Օրինակ անընդհատ այսպես կամաց նորմալիզացվում է Հայաստանի դեմ կեղծ մատնություն տալը։ Օրինակ Հայաստանի վրա շար անելը, որ Հայաստանը դրոն է ձեռք բերում Իրանի դեմ, չգիտեմ, հետախուզական միսիաներ իրականացնելու համար։ Դա ասում է գրեթե ողջ ընդդիմությունը երկու կոնտեքստում։ Դա մանր ժուլիկություն է ու դա կեղծ որ Միացյալ Նահանգները ոչ մի շահ չունի ստեղ, միայն Իրանի հատվածն է, դրա համար են գալիս եւ գումարած դրոնը, որ տալիս են մեզ, որ հետախուզենք Իրանը։ Նախ կեղծ է այդ տեսությունը, թե Միացյալ Նահանգները ստեղ ոչ մի շահ չունի, մի քանի բան ես հիմա կարամ միանգամից ասեմ։ Առաջինը, ուրեմն կենտրոնական Ասիա տանող միակ ճանապարհը այսպայցյան Միացյալ Նահանգների համար անցնում է Հարավային Կովկասով, որտեղ Ռուսաստանը ճանապարհ չի, Չինաստանը իրանց հիմնական մրցակիցն է, Աֆղանստանով ոչ մեկ չի անցնում, Իրանով ոչ մեկ չի անցնում։ Միակ ճանապարհը, որ գնում է կենտրոնական Ասիա այսպայն, անցնում է Հարավային Կովկասով, իմաստնավորի Հայաստանը ու Ադրբեջանը, որտեղ Վրաստանի հետ է կան խնդիրներ։ Մի րոպե, Վրաստանի հետ կապված չի կան խնդիրները, Արեգ ջան, բայց Վրաստանի հետ կապված պիտի չլներ, չէ՞ խնդիր։ Ախպեր, բա 2005 թվին հələ նայելի եփ է, ոչ թե ԱՄՆ փող նախագահ, այլ ԱՄՆ նախագահը Ջորջ Բուշը եկավ ստե։ Ոչ թե եկավ Ադրբեջան ու Հայաստան, այլ մենակ Վրաստան։ Բայց 20 տարի առաջ դրանց սարքել են իրանց գործընկեր վրացիներին, սա խնդիրները, ինվեստիցիաները Վրաստան, ամեն ինչը Վրաստան, հիմա 20 տարին անցել է, պիտի ավելի լավ լինի, չէ՞, պիտի զարգանար, չէ՞։ Ասում ես Վրաստանի հետ խնդիրներ կա, ախպեր, կարող մեր հետ լինի։ Հանկարծ մենք էլ էս դնենք այս սա ամեն ինչը անենք Պետրոս։ Վրաստանի հետ ամեն ինչ անելուց հետո Աբխազիան կորցրեց, Ասիան կորցրեց, բան։ Մենք էլ այսքան բան կորցնելուց հետո մի հատ էլ էտանք էս անենք, էլի բան կորցնենք։ Կարող է տենց լինի, բայց դա Վրաստանի հետ եղել է։ Ասում ես կա խնդիրներ։ Ինչ, ինչի պիտի լեր խնդիր, բայց կա, չէ՞։ Բա որ ստե լինի։ Չես մտածել դրա մասին։ Էդի կարող է մանր ժուլիկություն չի դրա համար չէ։ Դու ոնց որ ժուլիկությունների մասնագետ ես, հա? Թե որն է ժուլիկություն, որն է մանր, որն է խոր։ Դե որ մասնագետ ես, ասա, Պետրոսը մանր ժուլիկա, թե խոշոր ժուլիկա։ Դա ասե՞, կարաս ասես։
Պետրոս դու մի լսի։ Ինձ ասա, մանր ժուլիկա թե խոշոր ժուլիկա։ Բայց դու ինչ տեսակի ժուլիկ ես։ Ունեք կարաս մատ ինքնագնահատականը տաս։ Մանր խոշոր թե միջին։ Դու այդ քո ինքնագնահատականներ դու ժուլիկության աստիճանի, որ իզուր այդ նագրուսկա մեր վրա չմնա։ Իրանի առումով բոլորը միաբերան են, ասում են, այ մենակ Իրանն է հարցը։ Ստեղ հետաքրքիր մի հատ բան կա, եթե նախկինում թրիփը իսրայելական Մոսադի ծրագիրն է։ Ես գիտեք ինչ այսպես հետաքրքիր տրանսֆորմացիա եմ նկատում։ Եթե նախկինում այդ ձեր ասած այդ ամբողջ խմբակը ուրեմն կեղծ մատնություններ տալի ցարին, որ եկեք տեսեք ստեղ ինչ են անում, ձեր դեմ են ստեղ գործում։ Հիմա կարծես ոնց որ տենց սկսել են տեղափոխել այդ բոլոր կեղծ մատնությունները Իրանի կողմ, որ եկեք տեսեք ստեղ ձեր դեմ ինչ են անում։ Ցարին չմոռանալով իհարկե, ցարինն էլ են այդ կեղծ մատնությունները պարբերաբար ուղարկում։ Բայց այդ ոնց որ Արշակունյաց տոհմի անկումներ էր, էլի մոտավորապես տենց։ Այդտենց նախարարներով իշխաններով հավաքվել էին, շահին նամակ են գրել, որ մեզ իշխան թագավոր մեզ պետք չի, արի դու մեզ թագավորի մենք է կլինենք քո հլու հնազանդ։ Սպասելի, սպասի։ Արշակունյացները դու ինչ գործ ունես։ Հիմա մենք Արշակունյացների հարց ենք քննարկում։ Հիմա մենք Նիկոլների հետ գործ ունենք, չէ՞։ Դու մատ այս իրականությունից խոսա էլի։ Օրինակ ասենք թե այդ դրոնը որ բերում են, ում համար են բերում։ Այդ կարաս ասենք որ այդ ժուլիկությունը լավ կապ չունի դու ինչ մակարդակի ժուլիկ ես։ Միջին ես փոքր ես թե խոշորին չկպնես։ Խոշորին չկպնես։ Խոշորը թո մնա իր տեղը։ Դու փորձի դիրքավորվես մանրի եւ միջինի արանքում։ Հələ ու ինձ մի հատ ասա։ Բայց եթե Իրանի համար չի այդ հետախուզական ԱԹՍ-ները, բա որ երկրի տարածքում հետախուզություն անելու համար է։ Կարաս ինձ ասես։ Կանադայի։ Ադրբեջանին հաստատ չի, չէ՞։ Որտեղ Ադրբեջանը չի թողնում, որ որևէ օբյեկտ Հայաստանից թռնի իր օդային տարածքում, քաղաքացիական ինքնաթիռից սկսած մինչև ԱԹՍ։ Երբ որ մի անգամ 2022 թվականի օգոստոսի 13-ին հայկական զինյալներին պատկանող այս ԱԹՍ-ն օգոստոսի 13-ին փորձում է Շուշիի շրջանում հետախուզության թռիչք անել ու խոցվել է, հայտարարում է Ադրբեջանի ՊՆ-ն, խոցում են, չէ՞։ 2023 թվականի սեպտեմբերի 3-ին ժամը 11:08-ի տեղեկություններ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Մարտիրոս բնակավայրի մոտակա սարերում։ Հրդեհի պատճառը գիտես ի՞նչն է արեք։ Այդ տարածքից մի հատ ԱԹՍ են հետախուզական բաց թողել մեր զինված ուժերը, որ Նախիջևանի ուղղությամբ գնա։ Թուրքերը ոչ միայն ԱԹՍ-ն են խփել, այլ դրան թռցնող սարքը խորը թիկունքում մեր երկրի տարածքում Մարտիրոս գյուղի մոտ ու հրդեհ է բռնկվել։ Հիմա եթե թուրքերը չեն թողնում, որ մենք իրանց տարածք ԱԹՍ թռցնենք, բնականաբար էդի 11 միլիոն չեք տվել, որ տանենք վարի տանք, հանենք օդ թուրքերը խփեն։ Դա մնում է որտե կարա թռնի ու որ համաձայնագրի շրջանակներում է դա բերվել, թրիփի, չէ։ Այսինքն այդ ԱԹՍ-ները 11 միլիոնի ամերիկյան պիտի թռնեն թրիփի վրայով, չէ, թրիփը որտեղ է։ Հայաստան, Իրան սահմանին։ Դե հիմա կարող է այդ նկարելուց Իրանի տարած նկարեն ու քանի որ ամերիկյան ԱԹՍ է, դրա ինֆորմացիան միանգամից է ամերիկացիների մոտ։ Հիմա որ ես այդքան բանը հասկանում եմ, բոլոր նորմալ մարդիկ հասկանում են, քու պատկերացումներով մենք ելում ենք ժուլիկ, իսկ Իրանի ռազմական հետախուզության օֆիցերները խոտ են ուտում։ Իրանք չեն, եթե մենք ստից չասենք, իրանք մեկա չեն հասկանա, որ այդ ամերիկյան ԱԹՍ-ն Ադրբեջանի տարած չի մտնելու, իրանք սահմանի վրով թռնելու է, իրանք տարած նկարի։ Իրանք էդի գլխի չեն ընկնելու։ Խելքը տասեմ, մեկ է քու խելքն ասեմ, թե ում ես բերե ինչ հարցերից ես խոսում։ Ժուլիկ, հենա դու կայր արդեն հերիք էր էլի, առավել ևս խոշոր։ Գավառապետերը։ Դա ինչի տարական ստեր տարածել, օրինակ Ցեղասպանության ինստիտուտ թանգարան, ասում են պաշտոնյա չի գնացել։ Նորից եմ ասում, չասած նրա մասին, որ փոխնախագահ Սպասիլ է։ Կնգատ ես պաշտպանում, հա։ Գնացել է։ Բա որ գնացել էր։ Որտե՞ղ է Վենսին ընդունել, որտեղից է ճամփել։ Ցեղասպանության թանգարան ինստիտուտի մոտի պարկինգից։
Պարկովշիկ, կնիկ այդ Պետրոս։ Արա բայց գիտեմ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարը։ Արա 7 միլիոն մենակ դեկտեմբերին է փող։ Պարկովշիկները 7 միլիոն մենակ պրեմիա են ստանում մի ամսվա մեջ։ Բայց եթե գնացել էր կնիկը, բայց որ քայլում էին Վենսու իր կինը, դու էին հուշարձանի մոտ ծաղիկ դնելու։ Որտեղ ասում ես հուշարձանը որտեղ է։ Էդի որտեղ որ անմար կրակն է, չէ՞։ Բայց կադրերին նայում ես, վիդեոն նայում ես, չես տեսնում որ քո կնիկն ընդեր չի։ Բայց չես անգամ ասես այ կնիկ։ Դու ուր ես, որ թփի տակ ես, որ քյոլի տակ ես, որ ծառի տակ ես, քեզ ինչ այլ է, անձրևին չեն քեզ տողե դուսը։ Ինչես ուր ես դու այ կնիկ։ Բայց դու տունն ասել ես, ես ետում եմ ցեղասպանության հուշահամալիր։ Բայց հիմա կադրեր նայում եմ հուշահամալիրում, վես իրական կայլում է դու չես ուղեկցում։ Բա ուր ես այ կնիկ։ Դու ասում ես սուտ տեղեկություններ են տարածում։ Պաստորեն քո կնգան նախարարի պաշտոնից հանել են նշանակել են ցեղասպանության թանգարանի պարկովշիկ։ Ավտոները որ գալիս են ընդունում էսկոմ մի քիչ էլ հետարի աշպահի այ լավ է։ Հիմա էլ էդի համարվում է կեղծ տեղեկություն։ Լսրանն է։ Իր օդանավակայանում արած ելույթի ժամանակ բառացի ասում է հայկական կողմն էր ինձ խնդրել գնացի ձեռնակապարտ, որտեղ դա իրանց համար կարևոր է։ Անընդհատ գալիս են ինչ-որ մանր ժուլիկային հայտարարություններ անելու։ Ինչ են մեզ անընդհատ բերում այն նույն դիտարկմանը, որը ես արդեն մի քանի տարի անում եմ, որ Հայաստանի քաղաքական դաշտի ամենամեծ խնդիրը անդիմա Արեք, այս քո այսօրվա հարցազրույցից ինձ մենակ գիտես, ինչ տպավորվեց։ Ժուլիկը։ Արդեն ես ինչքան քեզ տենամ ժուլիկը հիշելու եմ։ Որտե քեզ տենամ արդեն դու կարաս նույնիսկ բան անես։ Սրանից հետո որ հարցազրույցների գնաս, էլ ոչ էլ ասա Արեգ Քոչինյան։ Դե գրական կեղծ անունով հանդես արի։ Ժուլիկ Քոչինյան։ Ավելի է ասում, ասեմ քեզ իմացի։ Քեզ ժուլիկ ավելի շատ է ասում, քան Արեգ։ Ինձ որ լսես կան, կարաս նաև չան, դու ես որոշել, ես քո ինչ գործ ունեմ, ես քեզ անուն դնեմ։ Առաջարկը անում եմ, մնա դու որոշ։ Ռուսաստանի փոխարգործնախարար Գալուզինը ասում է, որ Ռուսաստանը պատրաստ է հնարավորինս կարճ ժամանակահատվածում սկսել նախագծերի իրականացումը հաշվի առնելով մեր հայ ընկերների ցանկությունները։ Հուսալի ստուգված տեխնոլոգիաներ, ֆինանսական պարամետրեր, այդ թվում շինարարության հետագա աշակերտման եւ մասնագետների վերապատրաստման առումով կենսունակ այլընտրանքներ չկան։ Պետրոս, ես քեզ գալու չեմ անում, լուրջ եմ ասում։ Այախ, այս մարդը ԱՄՆ պետքարտուղարությունից, ԱՄՆ դեսպանությունից, ամերիկյան կազմակերպություններից փողը ստացող դրանց համար աշխատող մարդը, դու եկել ես Ռուսաստանի արտգործնախարարությունից, սրան ես հարցնում։ Հələ մեծ Ռուսաստանի դեսպանության, Ռուսաստանի ԱԳՆ, Ռոսատրոդնիչեստվայի կողմից հրավիրված մարդ կանչի, դու Գալուզինի հայտարարությունների մասին նաս, սրան ինչ ես հարցնում ռուսների մասին։ Քո արածը բանի նման է Պետրոս։ Բանի նման չի։ Այս մարդուց կարաս բանն էլ հայտնես։ Հիկմետ Հաջիև, այս մարդը Հիկմետ Հաջիևի դեսպանն հասկանում ես, գնում է Բաքու, գալիս ասում է ես եկել եմ հայ հասարակությանը փոխանցեմ Հիկմետ Հաջիևի ուղերձները։ Ուղերձները ովքեր են փոխանցում դեսպան։ Հիմա ասեք դե հարցես ասես Հիկմետ Հաջիևը սես մի բան ասե։ Պարոն դեսպան, դուք քանի որ ներկայացնում եք պարոն Հիկմետ Հաջիևին, ինչպես կմեկնաբանեք Հիկմետ Հաջիևի ասածները։ Ես դրան բան կասեմ։ Ռուսաստանի փոխարտգործնախարարի մասին, սրանն չես հարցնում։ Խառնել ես իրար արա դու սաղ արդեն։ Ակնկալում է։ Մենք ըստ էության կոմունիկացիոն Ռուսաստան, որ եթե դուք ուզում եք Հայաստան ծրագրեր արեք, լիքը ծրագրեր կարեք, ով է բռնել։ Դրան ըստ էության ինչեւ էս պահը առնվազն ֆորմալ արձագանք չկա, չենք տեսել այդ արձագանքը եւ ես ուզում եմ նաեւ մտապահենք, որ մենք չենք կարող սպասենք հավերժ մինչեւ ռուսական կողմը։ Նախարարը մեր եթերում ասաց, որ քննարկում են, ոնց որ ավելի շատ հակված են դրական պատասխանին։ Սպասյա, Արեգ ջան, դե կառուցելու բան չկա։ Այդ երկաթգիծը վաղուց գոյություն ունի։ Հիմա Երասխից Երևան, երկաթգիծ, Երևանից Գյումրի, Գյումրիից Ղարս գոյություն ունի։ Նոր բան կառուցելու խնդիր չկա։ Խնդիրը հետևյալն է, ադրբեջանցիները համաձայն են, որ երկաթգիծը գնա։ Եթե տեղյակ չես, ասեմ իմացի։ Մյունխենի անվտանգային համաժողովում այս տարի 2026 թվականի փետրվարին Իլհամ Ալիևը ելույթ ունեցել ու ասել է, որ թրիփը դա կապում է միայն Ադրբեջանը Նախիջևանի
եւ Թուրքիայի հետ, որ իրանք Հայաստանի տարածք մտնելու նույնիսկ մտադրություն չունեն, ուզում է այդ երկաթուղին ռուսները կառավարեն, ուզում է դուք ղեկավարը, այ ուրիշ բան, որ իրանք այդ տարածքները զավթեն, երկաթուղին էլ հետո օգտագործեն, ոնց որ Արցախն են զավթել, Արցախի ճանապարհներն օգտագործում են։ Հիմա եթե Հայաստանն է գրավեն, կօգտագործեն, բայց քանի չեն գրավե, անդե անելու բան չկա։ Արևմուտքում թե ուրեմն Ադրբեջանում թե Թուրքիայում Հայաստանի տարածքում ռուսական կոնցեսիան երկաթգծերի ընկալում են որպես խնդիր եւ այդ խնդիրը պետքա լուծվի։ Պետրոս, ասում է ժուլիկ այ ախպեր։ Արա ազնիվ մարդ է, այդ ցավը տանեմ մեզ մարդը։ Տեսնում ես անկեղծորեն ինչեր է ասում։ Նա էլ մտ լսի ինչ ասում, ուզում ես հետ ու լսի։ Ասում է երկաթուղու ռուսական կոնցեսիան ադրբեջանցիները, թուրքերը եւ եվրոպացիները համարում են խնդիր եւ մենք այդ խնդիրը պիտի լուծենք։ Հասկանում եք։ Այսինքն ոչ թե խնդիրը մեր հասարակության մեջ գոյություն ունի, մեր ու ռուսների հարաբերություններում մենք տես խնդիր չենք տեսել, չունենք։ Ադրբեջանցիները եւ թուրքերը ռուսների կոնցեսիայի հետ խնդիր են տեսնում եւ այդ խնդիրը մենք պիտի լուծենք, այսինքն ռուսներին հանենք։ Ազնիվ մարդ։ Հիմա պատկերացրու այդ նույնը արել են Ղարաբաղում, չէ՞, ադրբեջանցիներն ու թուրքերը խնդիր են տեսել, որ Ղարաբաղում կա ռուսական խաղաղապահ զորամիավորում։ Ու ինչ են արել, այդ խնդիրը ասել են հայեր, պիտի այդ խնդիրը լուծեք։ Խնդիրի լուծման ձևը որն է, հոկտեմբերի 6-ին Փաշինյան Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, գալիս են ասում են, «Всё, ես արդեն Ադրբեջանի կազմում, մեր երկրների մեջ պայմանագիր չկա, որ ստե պիտի ռուսը լինի»։ Ստեյություն։ Անունը չդնես ժուլիկ։ Ընտրության հնարավորությունն ես, ազնիվ քոչի, այդ քո այդ ազնիվ դիտարկումը, որ Հայաստանի իշխանությունները կատարում են Ադրբեջանի եւ Թուրքիայի բոլոր պահանջները, իրենք խնդիրը դնում են եւ դուք դա կատարում եք իշխանություններով, դու որպես պաշտոնյա չէ, որպես պրոպագանդիստ, իրանք որպես պաշտոնյա, այդ քո ազնիվ խոստովանությունը ես գնահատեցի, ուզում ես կարաս դնես, կարաս թողես արեք, չիս ասում, կարաս թողես ժուլիկ, կարաս թողես ազնիվ։ Այսինքն մենք պետքա Ռուսաստանի, այս խնդիրն է, որ մենք պետքա Ռուսաստանի հետ կարողանանք կոմունիկացնել, որ ինչպես դուք երբեմն աշխատում եք մեր թշնամիների հետ, եւ մենք դա պետք է ամբռնենք, որ դա ձեր շահերն է եւ դա մեր դեմ չի։ Այո։ Այդպես էլ մենք, երբ որ աշխատում ենք արևմուտքի հետ, դա ձեր դեմ չի, դրանք մեր շահերն են։ Եվ դա մի բան է, որը որ մենք ըստ էության մի քանի տարի է անընդհատ փորձում ենք կոմունիկացնել ռուսական կողմի հետ, ուղղակի այնտեղ մի հատ խնդիր կա։ Դա որովհետեւ պիտի փորձեն այս մարդիկ, պետք է բացատրեք դու հասկանան էլի։ Արես ռուսները իսկականից արա խմեք քնել են։ Դրանք իրանց շահը չեն պատկերացնում, դրանք չեն հասկանում, ստե ինչա կատարվում։ Գոնե դուք սենց դրանց հետ կոմունիկացրեք, մի քիչ խոսեք, մի քիչ բան արեք, թե չեն հասկանում, այո, մարդիկ ռուսներն են նայում են Հայաստանին, դից է դրանք մինչև գլխի չեն, որ հեղափոխությունից առաջ էլ 2017 թվին Նիկոլ Փաշինյանը, երբ որ ազգային ժողովի падգամավոր էր, երկ դաշինքով մի հատ հայտարարության նախագիծ էին դրել շրջանառության մեջ ինքն էր ներկայացնում, որ պիտի Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գա։ Ու դա ներկայացնելուց քննադատում էր նաև հապկից դուրս գալու հարկ։ Լսում են չեն հասկանում, դա թարգմանիչ չկա, գիտես, չեն թարգմանում դրանց, գլխի չեն։ Ռուսերը տես է գլխի չեն գան, որ Նիկոլ Փաշինյան հենց եկավ իշխանության, առաջի բանը որ արած հապկի գլխավոր քարտուղարին ձերբակալել էր Յուրի Խաչատուրովը։ Գլխի տես է գլխի չեն գան, որ Խաչատուրովը ձերբակալվա։ Հետո Խաչատուրովի պաշտոնից հեռացնելուց հետո նստեն նայում են գլխի չեն, որ Նիկոլ Փաշինյան ուղիղ մի տարի վետո է կիրառել, բլոկել է հապկի գլխավոր քարտուղարի ընտրությունը։ Չի թողել Ստանիսլավ Զասը մի տարի հապկը մնացել առանց գլխավոր քարտուղար Հայաստանի պատճառը։ Բայց գլխի չեն։ Հա, դրանից հետո ասենք թե նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց հետո, որ արանքից կամած էդի արանքից հանեցին, դրանից էլ գլխի չեն ընկնում։ Մի քիչ բան արեք, տենց դեմ բացատրեք, Արիկ ջան, դու սա օրը խելքը տվել ես այդ ադրբեջանցիներին։ Մի խումբ էլ ասա թող ռուս կան էլի։ Ասա մի քիչ բացատրի, բան արա։ Կարող է հասկանում են։ Կբերես բան կազմակերպի Պետրոսին մի հատ Սալավիովի հետ ծանոթացրու էլի։ Ինքն էլ մեր Սալավիովն է։ Բայց այնտեղ հիմար բաներ է խոսում, նա էլ ստից է հիմար բաներ խոսում։ Դες մատ տենց իրար հետ մի քիչ մտերմություն անեն էլի։ Ուզես չէ Պետրոս, թե չես ուզի։
Ինչա' այս պաշտպանության նախարարությունը հրապարակեց նաև Հնդկաստանից գնված զենքերը, եւ մեր ռազմահայրենասերների մոտ առանձնապես ոգևորություն չկար։ Բնականաբար։ Պետրոսյան, այդ ժամանակ ոչ թե ռազմահայրենասերների մեջ է ոգևորություն առաջացրել պաշտպանության նախարարի ցույց տված տեսանյութերի, այլ Ադրբեջանի ռազմական հետախուզության գլխավոր վարչության սպաների, որովհետև այդ մարդիկ էլ անելու բան չունեն։ Նստած YouTube-ով նայում են, թե ոնց է Հայաստանի պաշտպանության նախարարը ցես դրվագ առ դրվագ, սենյակ առ սենյակ, դրոնը հանում, տարածքով, դրսից, ներսից նկարում իրանց ցույց տալի, թե ինչ ամրաշինական կառույցներ են ստեղծվել առաջնագծում։ Պատկերացնեք, քանի դիվերսիոն խումբ պիտի ուղարկեին, մեկը բռնվեր, մեկը խփվեր, բան որ այդ իմանային։ Սիրուն վիդեոն նկարած, ինքն էլ պատմում է, բացատրում է, մանրամասն են կոմպյուտերները, մենակ ֆայլերն էլ էլի արա ասա, չնայած ֆայլերը կարան բան անեն էլի, ուղարկեն էլ։ Հիմա մեր գործընկերներն են։ Ու դրա համար Պետրոս, քո կարծիքով ադրբեջանցիները Պապիկյանին ինչ են ասել։ Շնորհակալություն։